Բարի օր, ինչպես ամեն շաբաթ օր, այսօր եւս հանրային ռադիոյի եթերում ես եմ Լևոն Սարդարյանը, հանրամեդիայի հերթական թողարկումն է լռության օրը, մենք խոսելու ենք ժուրնալիստիկայի խնդիրներից, առավելություններից, ընդ որում խոսելու ենք մարդկանց մասին, որոնց կարելի է ուղղել մեր բազմաթիվ հետևորդների եւ ռադիոյի եւ YouTube-յան եւ Facebook-յան այդ հարցը դուք ձեր արածից գոհ եք որովհետեւ խոսքը վերաբերում է Երևանի պետական համալսարանի իմ զրուցակիցներն են Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի դեկան Աղաչ Մարտիրոսյանը եւ Մանկավարժական համալսարանի ժուրնալիստիկայի ամբիոնի վարիչ Արթուր Բաղդասարյանը բարև ձեզ բարոյ շատ շնորհակալ եմ ժամանակ գտաք այս զրույցին մասնակցելու տեսեք որպես կանոն երբ խոսք է գնում ժուրնալիստիկայի մասին ժամանակակից ժուրնալիստիկայի մասին այդ թվում նաև ինձ հա այդ մեղադրանք են ուղում բայց լրագրողներին էս ոնց է կրթել բան եւ այլն ես այդ հարցի պատասխանը բնականաբար չունեմ որովհետեւ ես կրթող չեմ ամենադեպս մինչև սեպտեմբերի 1-ը չեմ լինելու, չէ՞, պարոն Մարտիրոսյան։ Այդ սեպտեմբերի 1-ից հաստատապես լինելու։ Շատ լավ, այդ գաղտնիքը բացեցինք սեպտեմբերի 1-ից ես Երևանի պետական համալսարանում դասավանդելու եմ, չգիտեմ ում բախտը չի բերի կամ կբերի, այդ իմաստով, բայց հիմա եկեք հասկանանք ժամանակակից լրագրության տենդենսները, ինչու է լրագրությունը վերածվել նրան, ինչը մի մասի համար շատ նորմալ ու բնականon է, մի մասի համար այսպես անընդունելի երևույթ է վերածվել, որովհետև էթիկայի նորմերի խախտումներ, պարբերական եւ այլն։ Սկսենք։ Շատ մինչև սկսել ասեմ, որ ես Մանկավարժական համալսարանի լրագրության ամբիոնի վարիչը չեմ, ամբիոնի պրոֆեսոր եմ, վարիչը Լևոն Գալստյանն է։ Լավ, կներեք, այդ թյուրիմացությունը անցանք հիմա խոսենք արդեն մեր բուն խնդրից։ Ես անկեղծ կռահում եի, որ այսօրվա մեր զրույցը հենց այստեղից պիտի սկսենք եւ կռահում եի, որ պիտի անպայման լրագրողական կրթությունից սկսենք ամեն ինչ, թեև ոչ միշտ է, որ լրագրային ոլորտում, լրագրության ոլորտում մեծ իմաստով մեդիա դաշտում արկա վիճակը պայմանավորված է լրագրողական կրթությամբ։ Ոչ միշտ է, որ այդպես է, եւ ճանապարհին, որ գալիս էի, հանկարծ հիշեցի, որ ախր սեղանից դրված է ժուրնալիստիկա պրակը գիտական աշխատանքների վերադարձա եւ վերցի հետս, որովհետեւ այս պրակում Թումանյանից մի շատ սիրուն դրվագ կա, որը հետաքրքիր է շարունակում է ինչ որ առումով ակտուալ մնալ։ Ես որոշեցի այդ հատվածը անպայման կարդանք միասին ու հետո շարունակենք մեր զրույցը, տեսնենք խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, նոր են, հին են, որոշակի արմատներ ունեն, թե չէ։ Ու ես որոշեցի, որ Լևոն Սարդարյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ այս դրվագը Թումանյանի դժգոհությունը մենք լսենք, որովհետեւ ի վերջո մենք Թումանյանի զավակներն ենք բոլորս եւ պիտի իրեն ականջալուր լինենք։ Ասում է մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, էլ հայոյանք, էլ զրպարտություն, էլ ափաշկարասուտ, էլ չարախոսություն, կեղծավորություն, նեղ թայֆայականությունը ոչ մի գյուղում գուցե այնքան անվայել կերպարանք չի ստացել, որքան մեր մամուլում։ Բարձում է, որ այն գլխից դժգոհությունը մամուլից եւ մամուլի ներկայացուցիչներից կա, բայց անշուշտ ժամանակները փոխվել են խաղի կանոնները, փոխվել են լրագրողական կրթության հնարավորությունները, պահանջները, չափանիշները եւ պահանջները նաեւ ժուրնալիստներից են փոխվել եւ ես կուզեի, որ այս ամեն ինչի հաշվառումով խոսեինք այսօր։ Ես կուզենայի հավելել, իհարկե մեծ Թումանյանին հավելել հնարավոր չի, բայց կուզենայի հավելել, որ այսօր լրագրողական կրթության տված պրոդուկտը խիստ համապատասխանում է այն աշխատաշուկային, որը տվյալ պահանջը ներկայացրել է։ Շատ հաճախ ասում են, հələ դուք տեսեք ինչ հարց է ձևակերպում այս լրագրողը։ Այո, շատ վատ, շատ
ոչ գրագետ հարցաձևակերպում։ Բայց երբ որ լսում ես պատասխանը երբեմն ավելի վատ ու անգրագետ է, քան տրված հարցը։ Հետևաբար հասարակական որոշակի միջավայրում ենք հայտնվել, որտեղ լրագրողական կրթությունը իսկապես այսօր բազմաթիվ խնդիրներ ունի։ Մենք դրա մասին կխոսենք, բայց ամեն ինչը բարթել լրագրողի վրա, կարծում եմ այս առումով մի քիչ օբյեկտիվ չենք լինի։ Բնականաբար օբյեկտիվ չենք լինի, որովհետև ես ինքս էլ քանի անգամ հենց այստեղ, հենց այս հաղորդաշարի շրջանակում փորձել եմ հորդորել մարդկանց, հավատացնել, որ Ժորժան, լրագրողները իրանք լուսնից չեն իջնում։ Իրանք այս հասարակության պրոդուկտն են ու այս հասարակությանը կներեք, որ այդպես եմ ասում, վաճառում են այն ապրանքը, որը գնորդ ունի, այսինքն եթե ես օրինակ սպարզվի, որ օրինակ այս հաղորդաշարը, որի շրջանակում մենք խոսում ենք տարատեսակ թեմաների մասին, չունի հետևորդներ, մարդ չկա, որ լսում է, մարդ չկա, որ նայում է, այս հաղորդումը կփակեմ այն պարզ պատճառով, որովհետև ինքը անտրամաբանական է, պահել մի բան, որը չունի լսարան։ Հետևաբար, եթե կան լրագրողներ, կան լրատվամիջոցներ, որոնք միգուցե մեր պատկերացումների շրջանակում չեն աշխատում, այդ չի նշանակում, որ եթե իմ ընկալումների մեջ դա այն չի, ինչ որ մեկն էլ պիտի այդ ընկալումների մեջ ապրի, որի մեջ ես եմ ապրում։ Նայ, գնում։ Չմոռանանք, որ մենք մի քաղաքական պայմանական եմ ասում գործիչ ունենք, որ առավոտից երեկո հայհոյա խոսում էր, ու այդ մարդը ավելի շատ լսարան ուներ, քան ցանկացած լրատվամիջոց Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այդուհանդերձ բոլոր այդ իրողությունների հաշվառումով մենք պիտի լրագրողական կրթությունը, ինչպես կրթությունը մեծ իմաստով, լրագրողական կրթությունը փորձենք ժամանակին համահունչ կառուցել, ինչը անում ենք Երևանի պետական համալսարանում, մանկավարժականի մասին պարոն Բաղդասարյանը կասի, ժամանակին համահունչ հաշվի առնելով միջազգային փորձը եւ մեդիա ոլորտում կատարվող աննկարագրելի փոխակերպումները։ Ի վերջո պիտի ընդունենք մի բան, որ արհեստական բանականության օր-օրի հասանելի դարձող տեխնոլոգիաները, ալգորիթմները, բոլոր բաները փոխել են լրագրության եւ լրագրողի հանդեպ ոչ միայն վերաբերմունք, այլև նրանցից պահանջներն են փոխել։ Ի վերջո մենք պիտի ընդունենք մի բան, որ լրագրողը այլևս այն մարդը չէ, որ ինչ որ բան որոշում է ասել լսարանին եւ լսարանն էլ միայն սպառող չէ։ Այստեղ մենք գործ ունենք փոխակերպված լսարանի հետ, որը նաև համահեղինակ է ու մասնակից է ու որոշող է։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք մեդիա դաշտի փոխակերպումները, լսարանի փոխակերպումները եւ բոլոր այն իրողությունները, որոնք պայմանավորված են արհեստական բանականության բերած փոխակերպումներ, այս հաշվառումով նայենք, թե ինչ է արվում եւ ինչու է արվում, բայց այս ամեն ինչի հասցեատերը ի վերջո ով է, հասարակությունն է, եւ այստեղ է որ խնդիրը դրվում հասարակության գրագիտության եւ մեդիա գրագիտության խնդիրն է դրվում։ Տեսեք, Թումանյանով սկսեցինք, նույն Թումանյանն ասում է, «Էս է մեր թերթի վիճակը», եւ ասում է, այս թերթը չի փոխվի, եթե չփոխվի հայ ընթերցողը, եթե հայ ընթերցողը փոխվի եւ ասի, որ այլևս հայ թերթ ինձ հետ այդ ոճով, այդ բառապաշարով չխոսես, թերթը չի փոխվելու երբեք։ Այսինքն դնում է գրագետ մեդիա սպառողի խնդիր է դնում։ Մեր իրականության մեջ նույնպես գրագետ մեդիա սպառողի խնդիր կա եւ այստեղ է որ մենք կուզեմ որ մի պահի նաեւ անդրադառնանք մեդիա գրագիտությանը։ Անպայման։ Ես փորձեմ հավելել պարոն Մարտիրոսյանը, որ ասեց համալսարանում, Երևանի պետական համալսարանում, մանկավարժական համալսարանում եւս պայմանները այնպեսին են ձևավորված, մենք իրար հետ խոսում էինք այսօր մինչև հաղորդումը, որ ոդքասթի ստուդիաներ ունենք մենք արդեն ուսումնական հաստատություններում, որպեսզի ժամանակից հետ չմնան մեր ուսանողները լինեն մասնագիտական ոլորտում, հղկեն իրենց վարպետությունը, կարողանան հարց ձևակերպել, կարողանան հաղորդակցություն եւ հարցազրույցի միջավայրում մթնոլորտ ձևավորեն։ Մենք իրենց համար արդեն պայմանները ստեղծում եւ ստեղծել ենք, բայց այստեղ մի խնդիր կա։
մենք միասին երբ որ քննարկում էինք, մեր ոլորտը, առավել եւս մեդիա ոլորտը այնպիսի ոլորտ է, որը սրընթաց զարգացում է։ Այսօրվա տեխնիկան, նորագույն տեխնիկան, եթե մենք մտցնենք ստուդիա ու հիանանք 2 օր հետո, այդ տեխնիկան այլևս պատմություն է։ Հետևաբար կրթական համակարգը չի կարող գնալ այդ գիտատեխնիկական առաջընթացի հետևից։ Ես կարծում եմ, ինչպես համալսարանում, այնպես էլ մեզ մոտ, մենք տանում ենք նրանց բազային, արժեքային մասնագիտական հիմքերը ձևավորելուն, տեխնիկական հնարավորությունները հետագայում աշխատաշուկան ինքը կթելադրի ու իրենք այդ վարպետությունը տեխնիկական միջոցներն անդամեն ներողություն տեխնիկական միջոցների մասին քանի որ խոսք գնաց ես վերջերս մի տեսահոլովակ աչքովս ընկավ Չինաստանում հեռուստաընկերություններից մեկն որ ամենայն լրջությամբ, այսինքն լրատվական է աշխատում, որտեղ չկա ոչ մի լրագրող, ամբողջ արհեստական բանականությունն է գեներացնում, հաղորդավարից սկսած ռեպորտաժներով վերջացրած, մոնտաժային աշխատանքով, հա, այսպես զուգահեռված այնտեղ որևէ ու մի շատ ցավոտ բան կա իմ մասնագիտություն կրողների համար, այն որ անընդհատ մեզ սպառնում են, կրկռում են վրաններս, ասում են այսա ամեն ինչ կհասնի այնտեղ, որ լրագրողները որևէ մեկին պետք չեն լինելու։ Ես այդ դեպքում ասում եմ լավ, բայց այնուհանդերձ վերլուծաբան լրագրողներ պետք լինելու են, որովհետև հայ արհեստական բանականությունը վերլուծել չգիտի։ Ներողություն եմ խնդրում, բայց արհեստական բանականության ներկայությունը շատ մասնագիտությունների է սպառնում, բայց բոլոր այն մասնագիտություններին, որոնք գործ ունեն մարդու հետ եւ աշխատում են մարդու համար, այդ մասնագիտություններին լրագրության ու լրագրողի մասնագիտությանը առավել եւս չի սպառնում, ինչպես հոգեբանի դեպքում եւ ինչպես լրագրությունը եղել է աշխարհի հնագույն մասնագիտությունը եւ պահել իր արդիականությունը տեղեկատվական բոլոր հեղափոխությունների ժամանակ շարունակելու է ապագայում նույնպես ամենապահանջվածներից մեկը մնալ, որովհետեւ նորից եմ կրկնում, արհեստական բանականության արկայությունը լուծում է բազմաթիվ խնդիրներ, բայց լրագրողի տեղի ու դերի նվազում չի ակնկալվում։ Մենակ մի կներեք, չէ՞, մենակ մի այսպես ճշտում հնագույն մասնագիտության հետ ասոցիացիաները մի քիչ ուրիշ տեղ են տանում, եկեք։ Այո, ես միշտ նորով ասում եմ, ես ասում եմ առաջին հնագույն մասնագիտությունն է, երկրորդ հնագույն մասնագիտությունից հետո, բայց չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր իրենց վարքով անընդհատ փորձում են այս երկուսը կապել իրար։ Ես միշտ ասում եմ, որ դրանք իրարից անուսորեն հեռու են, անուսորեն հեռու։ Ես մի հավելում անեմ 2018 թվականի Դավոսի համաժողովից հետո դե Դավոսում հավաքվում են աշխարհի տնտեսական, քաղաքական գիգանտները, ովքեր աշխարհի զարգացումը փորձում են առաջիկայում կանխատեսել, խնդիր է դրվում պատվիրել աշխարհի լավագույն համալսարաններին միջազգային հետազոտություն կատարել, թե 25 թվականից այն կողմ աշխարհում մասնագիտական ոլորտում ինչ աշխատանքներ են մնալու ու 19 թվականի 20 թվականի սկզբին հրապարակվեց դա շատ հետաքրքիր էր արդյունքը, որ աշխարհի 75% մասնագիտությունների գոյություն ունեցող մասնագիտությունների դրանք փոխվելու են 75%, բայց շատ էական մի բան կար։ Այդտեղ կար լրագրողի մասնագիտության վերաբերյալ հատուկ առանձնացված մի բաժին, այնտեղ մեդիա պրոդյուսեր, մեդիա հոգեբան, տարբեր մասնագիտություններ։ Լրագրողի համար կար առանձին բաժին, որտեղ հետաքրքիր այս պրոֆեսորները հետաքրքիր հետևություն էին արել։ Ասում է արհեստական բանականությունը այսօր դա 20 թվին է վերաբերում իրականացնում է լրագրողի տեղեկատվական գործառույթը։ Այսինքն, եթե մենք նայենք հիմա մեր աշխատաշուկան, բոլոր կազմակերպությունները այսօր ունեն մամուլի հետ բաժիններ, PR բաժիններ, հաղորդագրություններ են տարածում, այսինքն տեղեկատվական ֆունկցիան այլևս լրագրողի համար առաջնային ու կարևոր ֆունկցիա չի դիտարկվում, բայց հասարակությանը նոր իմաստներ տալ, հասարակությանը բարոյական արժեքներով առաջնորդել, այս պրոֆեսորները գտնում են, որ լրագրության ապագան դեպի այս կողմը գնում։
Այնպես որ, հա, մի քիչ արխային լինենք, ուրեմն լրագրությունն ու Երևանյան տաքսիստները անմահ են։ Մենք մնալու ենք, որ մեզ Չէ, որովհետև արհեստական բանականությունը Երևանում մեքենա քշել չի կարողանալ երբեք։ Համաձայն եմ, մենք երկուսս այսօր հաղորդման գալուց առաջ այդ խնդրի հետ բախվել ենք։ Բայց երեք մի կարևոր արձանագրում անենք։ Այսօր ալգորիթմները շատ բան են որոշում եւ մեծ իմաստով լրագրողական կրթությունը կազմակերպելու եւ ընդհանրապես մեր հետագա աշխատանքը որոշակիորեն ժամանակակից եւ արդյունավետ դարձնելու համար բոլոր այս հաշվառումները պիտի լինեն ապա պարտադիր, որովհետեւ ի վերջո ալգորիթմը ճանաչում է մեզ, շատ լավ ճանաչում է, զարմանալի է եւ ինքը գիտի մեզ ինչի մասին տեղեկացնի եւ ինչի մասին ոչ։ Ինքը գիտի մեր նախընտրությունները, մեր հետաքրությունների շրջանակը գիտի եւ այլն։ Եվ ապագա լրագրողներին կրթելիս մենք ինչպես անենք, որ այս ալգորիթմային միջավայրում, այս թվային միջավայրում այստեղ հանկարծ իրենց միտքը, իրենց ստեղծարար միտքը հանկարծ ու հետ չմնա ալգորիթմային արագությունից։ Շատ հետաքրքիր է իրենց պիտի կարողանաս այդ ամեն ինչի մեջ մրցունակ պահել եւ դրանով պայմանավորված լրագրողի տեղի ու դերի մասին մենք խոսեցինք, ահա այդ ալգորիթմային արագությունը հանկարծ ու իրենց դուրս չշպրտի լավանից այդ մրցակցությունից անպայման եւ այս առումով մենք տեխնիկական հնարավորությունները կարեւոր են նյուզրումային լսարանները կարեւոր են բոլոր այդ բաները կարեւոր են բայց շատ կարեւոր են որպեսզի մենք լուծենք մի խնդիր թվային միջավայրում եւ թվային միջավայրի բերած մարտահրավերների պայմաններում ինչպես անենք որպեսզի լրագրողը չարժեզրկվի այլ լրագրողը ուզում ասել բարմարտության ուղղակի լրացնելով որտեղ այս թվային միջավայրում ըստ էության թվերը իրենք բարոյականություն չունեն եւ այդ ընթացքում ցավոք սրտի մեր շատ գործընկերներ այդ ընկնելով այդ ալգորիթմների հետևից այդ լայքերի այդ դիտումների եւ այլն գործում են իրենց մարդկային կերպարը ըստ էության իրենք չեն նկատում իրենց թվում է որ իրանք հա ուղղակի տեմպով գնում են եւ այլն բայց այստեղ նաեւ իմիջիալուց մեդիա գրագիտության մասին խոսելու անհրաժեշտություն որ դուք շեշտեցիք ես միանշանակ կիսում եմ այդ անհրաժեշտություն տեսեք ժամանակին մի այսպիսի արտահայտություն կար որ իշխանությունների հետ չհամաձայնող քաղաքացիները քվեարկում են ոտքերով այդ արտագաղթի մասին էր այսինքն հեռանում են չէ հիմա մենք ոնց ձևավորենք մեդիա գրագետ այնպիսի միջավայր հանրություն հա որը կքվեարկի դիտումներով այսինքն որը կընտրի որակյալ կոնտենտ որը կգնա այսպես բարոյական եւ էթիկայի սկզբունքները պահպանող լրատվամիջոցների հետևից այն աղբը արդեն կգնա կհայտնվի լուսանցքում ոնց անենք այդ այա խնդիր էլի հիմա խնդիրը դա է ինչպես անել որովհետեւ նորից եմ կրկնում այդ թվային միջավայրում մարդը հաճախ դառնում է ալգորիթմների գերինա դառնում, որովհետև ալգորիթմները որոշում են թե ինքը ինչ լսի, առաջ եթե խմբագիրները, լրագրողները իրենք էին որոշում թե լսարանին ինչ տալ եւ ինչ չտալ, այսօր ալգորիթմներն են որոշում թե ինչի մասին տալ, որովհետև իրենք մեզ ավելի լավ են ճանաչում, քան մենք ինքներս մեզ։ Իրենք ճանաչում են մեր վարքը, մեր նախասիրությունները։ Եվ այս առումով մեդիագրագետ սպառողը չի տրվելու միայն այդ ալգորիթմների տված ուրեմն տվածի գայթակղությանը եւ սկրոլ անելու խնդիր չունի միայն էլի ինքը քննադատական մտածողություն ունեցող մարդն է որը տարբերում է աղբը իրականությունից ճշգրտված տեղեկատվությունը ապա տեղեկատվությունից տարբերում է տեղեկատվական ահռելի հոսքերի մեջ եւ այս առումով մեդիա գրագիտության խնդիրը այսօր աշխարհում թիվ 1 խնդիրներից մեկն է Հայաստանում առավել եւս բայց ինչպես անենք որ մեդիա գրագիտությունը ոչ թե որոշակիորեն որպես առանձին դասընթաց մտնի դպրոց եւ աշակերտը անցավ այս դասը ավարտվեց այդպես մեդիա գրագիտության խնդիրը հնարավոր չի լուծել դպրոցում ուսումնառության ընթացքում կյանքի բոլոր փուլերում մեդիա գրագիտությունը զուգակցված պիտի լինի
ընդհանուր գործընթացին։ Այսինքն ընդհանուր առմամբ, եթե մի քիչ ավելի կարճ ձևակերպեմ, կրթական process-ը պետք է կառուցվի դպրոցից դեռևս։ Այո, դա միանշանակ քննական մտածողության վրա։ Քննադատական մտածողությամբ, այո։ Ես մի բան ավելեմ։ Ժամանակակից մարդը հերո է գնացել այն ունակություններից լսելու, կարդալու շատ հետաքրքիր է, մենք մեր շրջապատում այսօր շատ հաճախ ենք տեսնում, որ մարդը պատրաստ չի լսել, մարդը կեսից ընդհատում է իրեն ինքը երևակայում է, որ հասկացավ միտքը, բայց միտքը չի հասկացել։ Հիմա մեր մասնագիտական կրթության պարագայում մենք ոչ միայն դպրոցի խնդիրը պիտի կարգավորենք, մենք պետք է կարգավորենք նաև ընտանիքի խնդիրը, լսել մինչև վերջ մարդու, որովհետև սա շատ կարևոր հատկանիշ է ուշադրության տնտեսություն, իսկ դա ամենադժվար կառավարվող տնտեսությունն է, ուշադրության տնտեսությունը, առավել եւս մեր ժամանակներում։ Եվ այս առումով այդ ընտանիքում մեծանում են երեխաներ, որոնց մասին ասում են ռիլների սերնդի ներկայացուցիչներ, նրանք թերթում են այդ ռիլները, թերթում են արագ 1, 2, 3 վայրկյանանոց այդ ռիլները եւ անցնում են առաջ, իրենք ռիլների սերունդն են, իրենք ժամանակ չունեն եւ Արթուր Բաղդասարյանը, Նաղաշ Մարտիրոսյանը, Լևոն Սարդարյանի հետ որքան էլ փորձեն իրենց ուշադրության տնտեսությունը կառավարել, այդ ուշադրության տնտեսությունը կառավարելու մի ձև կա, որը բովանդակություն մատուցել, որը նրանց կողմից պահանջված կլինի եւ իրենց նախընտրած չափումների մեջ, բայց ոչ տեղեկատվական աղբի մասին է խոսքը, այլ բովանդակություն, որը ուրեմն մեզ մոտ 3-րդ կուրսում մենք ամբիոնի նիստով հաստատեցինք, որ կուրսը մեր կուրսերը մի քիչ փոքր կուրսեր են, որովհետեւ մեզ մոտ վարպետաց ուսուցում է գնում, կուրսը խմբերի է բաժանվելու եւ միասին իրենք աշխատելու են մուլտիմեդիա լոնգրիդի վրա։ Այսինքն սա մի ժանրատեսակ է, որը 2012 թվականից New York Times-ի պրոյեկտից հետո մտավ ու շատ հետաքրքիր զարգացում ու շատ հետաքրքիր լսարան ձևավորեց։ Մենք այստեղ նաև կրթական process-ում կարևորում ենք փափուկ այնպիսի հմտությունները, որ բացի իր կարողություններից, այսօր շատ մարդիկ կան, որ ունեն այդ կարողությունները, բայց իրենք ի վիճակի չեն մարդկանց հետ թիմում աշխատել։ Ես այս համատեքստում ուզում եմ մի բան ավելացնել, երբ որ Google-ի 15-ամյակի հետ կապված Google-ի ղեկավարությունը որոշում է, որ հասկանան, թե ովքեր են այդ մեդիա գիգանտում, որոնողական այդ համակարգում առավել շատ հաջողությունների հասել, որ եկել են Google, աշխատել են, հասել են հաջողությունների։ Այս աուդիտ կազմակերպությունը հեղինակավոր, երբ որ բոլորի անցած ուղին ուսումնասիրում գնահատում է, վերջում պարզվում է, որ ինֆորմատիկայի հետ կապված, մաթեմատիկայի, ֆիզիկայի հետ կապված գիտելիքները, որ իրանք ունեն արդեն բազային, Google-ում հաջողության հասնելու համար 8-րդ կետում են։ Դրանից առաջ հաղորդակցության հմտություններն են, դրանից առաջ զգացմունքային ինտելեկտն է, մարդու հետ շփում կարողանալն է, թիմում աշխատելն է։ Այսօր մեր բարձրագույն կրթության համակարգը փափուկ հմտություններ ձևավորելու, ամրապնդելու խնդիր ունի նաև։ Միայն գիտելիքի ու վարպետության խնդիրը չի այստեղ, որը արդեն այսօր ոչ ոք մարդու չի ընդունի աշխատանքի, որքան էլ ինքը կայացած մարդ լինի, եթե ինքը կոնֆլիկտային է, գնալու է թիմը փլուզելու։ Բայց նաև բնավորության այդ գծերը իր հերթին, բայց ամենակարևոր բանը ոչ ոք չի վերցնելու մարդու աշխատանքի, եթե նա ասում է, որ ես այս ոլորտի նեղ ժուրնալիստիկայի մասին ենք մենք խոսում, նեղ մասնագետն եմ, ոչ, այսօր ասում են ունիվերսալ, ունիվերսալ, իրենք ասում են, որ դու կարողանում ես գրել, նկարել, մոնտաժել, դու կարողանում ես փաստերի Օրինակ իմ համար այդ մոտեցումը իմ համար այդ մոտեցումը սխալ է, որովհետև այս դեպքում էլ ես պիտի մեծերից մեկին ցիտեմ, Մարկ Տվենին պիտի ցիտեմ, ասում էր լրագրողները ամեն ինչից մի քիչ հասկացող դիլետանտներ են։ Երբ դու մարդուց պահանջում ես ունիվերսալություն, այսինքն դու պիտի խոսես քաղաքականությունից, գրականությունից, չգիտեմ, այս ինչից, այն ինչից եւ այլն, դու մարդուն մղում ես այն դաշտ, որը ըստ էության որևէ
Եթե մարդը հանճարեղ չի, որևէ նորմալ մարդ հաղթարել չի կարող, չի կարելի, հնարավոր չի ամեն ինչ իմանալ։ Բայց պիտի իմանա Դրա համար չէ ունիվերսալություն ես գործողությունների իմաստով հա միգուցե եւ ժուրնալիստիկային պիտի ծանոթ լինի փաստերի ստուգման գործիքներին պիտի ծանոթ լինի բոլոր այն բաներին որոնք պետք են ժամանակակից թվային միջավայրում ինքնադրսևորվելու եւ գործիքներին հա պիտի տիրապետես բայց մի խնդիր կա որի հետ կապված էլ կուզեի խոսել եւ լավ առիթ է որ մենք շատ հակիրճ անդրադառնանք դրան տասնամյակներ շարունակ մեզնում իշխող է եղել այն տեսակետը, որ լրագրողներին, ժուրնալիստներին մասնագիտական կրթություն պետք չի։ Բանասերա կլինի ֆիզիկա, լավ մի քիչ կզբաղվի ժուրնալիստիկայով կդառնա ժուրնալիստ եւ այլն։ Եվ այս առումով բարեբախտաբար ժամանակակից աշխարհը համասարանական միջավայրը վաղուց այդ հարցի պատասխանը տվել են։ Իդեպ երբ հյուրընկալել էի Սորբոնի համալսարանի ժուրնալիստիկայի եւ հաղորդակցության դպրոցի պատվիրակության ԵՂՎԴՄ-ի գլխավորությամբ տնօրենի 32 ուսանողների հետ եկել էին պրակտիկա անցնելու մենք զարմանքով նկատեցինք որ առանձնապես տարբեր չեն այն ուղղությունները որոնք հետաքրքրում են մեզ պարզապես նա արձանագրեց որ ձեր ունեցած հնարավորություններն ամտեսեք մենք Փարիզից եկել ենք Հայաստանում մայրաքաղաքում եւ մարզերում պրակտիկա անցնելու դուք այդ հնարավորությունը չունեք որ գաք Փարիզում պրակտիկա անցնեք որևէ խմբագրությունում կամ համալսարանում կամ որևէ այլ միջավայրում տարբերությունները բայց լրագրողական կրթության ժամանակակից տենդենսները շատ ակնհայտ են պայմանավորված են փոխակերպումներով որը մասին մենք խոսում ենք եւ շատ օգտակար տարբերակ կլինի որովհետեւ ինչի որովհետեւ ես ունեմ ծանոթ լրագրողներ որոնք երբեք դրսում չեն եղել լրատվամիջոցների հետ առնչություններ դրսի լրատվամիջոց այսպես մենք հայտնվում ենք այդ դեպքում ինչ որ տեղեկատվական սեփական զանգի մեջ որ գաղափար չունենք այնտեղ ինչա կատարվում այդտեղ առաջնահերթությունները որոնք են եւ այլն ու մեզ թվում է թե մենք այդ իմաստով ամեն ինչ գիտենք հետեւաբար այն ինչ որ մենք անում ենք ուրեմն ճիշտ է Ես մի հավելում անեմ պարոն Մարտիրոսյանին նայեք լրագրողական կրթության պարագայում համաձայն եմ ինչ որ առումով դիլետանտիզմի հետ որ ամեն ինչ իմանալու բայց մենք երբ որ բարձրագույն կրթությունը իրեն տալիս ենք աշխատաշուկայում իրեն դրսևորելով ինքը արդեն որոշակի ուղղվածություններ ինքը սկսում է ձեռբերել կրթական ոլորտի, մշակութային ոլորտի, այսինքն մենք ուսանողին, երբ որ տալիս ենք աշխատաշուկային, մենք տալիս ենք նաև այն պոտենցիալը, որ ինքը հետագայում սեփական նախաձեռնությամբ, տարբեր կրթական լրացուցիչ ծրագրերով կզարգացնի ու կգնա առաջ։ Դա նախընտրության հարց է, մարդկա կգնա քաղաքական ոլորտ լուսաբանելու, մարդկա տնտեսական, բայց այն բազային գիտելիքները, որի իրեն պետք է մասնագիտության մեջ աշխատաշուկայում ընդգրկվելու, կայանալու եւ զարգացնելու, դա արդեն տրվում է։ Նեղ մասնագիտացում ասելով, պարոն Բաղդասարյան, ես ոչ թե նկատի ունեի, որ նա մամուլի բան է, քաղաքական լրագրող է, տնտեսական լրագրող է, առողջա ոլորտային չէ, դա նկատի չունեի։ Այլևս նեղ մասնագիտացում ասելով ես նկատի ունեի լրագրող, մամուլի լրագրողն է, ռադիո, հեռուստատե, այսինքն չկա ինքը ունիվերսալ, ինքը կարող է աշխատել ցանկացած մեդիա միջավայրում, ցանկացած խմբագրությունում, ցանկացած նյուզրումում եւ ահա պատրաստ է ինքը աշխատելու ցանկացած պայմաններում, բայց ոլորտային երբ որ ասում ենք նեղ մշակութային լրագրողը ինքը տնտեսական թե այդ խնդիրը լուծելու մի քանի ուղղություն ենք մենք որդեգրել Երևանի պետական համալսարանում կամ ընտրական դասընթացների շարքը որ կան ուսումնառության 4 տարիների ընթացքում որտեղ պիտի ուսումնասիրեն այդ նեղ ոլորտները եւ մագիստրատուրային պիտի գնալ նեղ մասնագիտացումների եւ խորանալ 1 տարի տևող ամփոփենք, հա, որտեղ 1 րոպե ժամանակ մնաց մոտավորապես։ Հիմա մենք ինչին եկանք նրան, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի քննական եւ քննադատական մտածողություն ունեցող մարդիկ դասիրակվեն սկսած դպրոցից։ Մենք եկանք նրան, որ դա կբերի մեդիագերագետ հասարակության ձևավորմանը, մեդիագերագետ հասարակությունը արդեն ինքը իրենով կգնա որակյալ product-ի հետևից, իսկ որակյալ product-ի հետևից եթե գնաց, այլ մնացած խնդիրները, որոնք մենք կոչում ենք լրատվամիջոցներ, խնդիրներով լրատվամիջոցներ ուղղակի արանքից դուրս կգան։ Ճիշտ է։ Եվ արձանագրեցինք, որ լրագրողը շատ մեծ սոցիալական պատասխանատվություն ունի, որովհետև BBC կարգախոսը
տեղեկացնել, ուսուցանել, զվարճացնել։ Այս կարգախոսը շատ կարևոր է հասարակությանը տեղեկատվություն տալու եւ կրթելու, բարձրացնելու եւ վաղվա մեջ իդեալ ապրելու իդեալ։ Հուսամ մենք այսօր ամեն ինչ արեցինք, բացի զվարճացնելուց, որովհետեւ բավական լուրջ զրույց էր, ինչի համար Դա մեր գործառույթների մեջ չի մտնում։ Ես էլ հավելեմ, սիրելի երիտասարդներ, ովքեր ունեն մասնագիտական կողմնորոշման խնդիր, փորձում են իրենց գտնել կյանքում, եկեք լրագրությունը հետաքրքիր հեռանկարային ոլորտ է։ Անկախ նրանից, որ բուհում կսովորեք Երևանի պետական համալսարանում, մանկավարժականում, Բրյուսելում, թե Սլավոնականում, եկեք, այս ոլորտը շատ մեծ ոլորտ է, ինքը հեռանկար ունեցող ոլորտ է եւ դուք կարողանաք ձեր կյանքում եւ աշխատանք որոնելու խնդիր չկա, որովհետեւ շնորհակալություն, պարոնայք, հուսամ կլսեն ձեզ, ես էլ իմ կողմից ուղղակի հավելել միայն մի խնդրանք ունեմ հավելելով, որ եթե չեք հաջողել որևէ ոլորտ, խնդրում եմ վերջին տարբերակ որպես ժուրնալիստիկան մի ընտրեք մեղքինք։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներն են Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը եւ Մանկավարժական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանը, ես Լևոն Սարդարանն եմ եւ վերջին խնդրանք հորդորս վաղը առավոտյան ժամը 8-ից բոլորը թող գնան ընտրատեղամասեր, ընտրեն ձեր խղճի կամոք, ում ուզում եք, միայն թե պարտադիր ներկայացեք ընտրությունների։ Շնորհակալություն, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։